Վենեսուելան ես շատ լավ հիշում եմ, որ ամենա Լատին Ամերիկայի լավ երկրներից էր համարվում, այսպես ասած։ Նույնիսկ շատ ամերիկացիներ, իմ գոլեգաներ գիտեմ, ունեի, որ ոնք ասում են, թոշակի գնանք այնտեղ ապրենք, այնտեղ շատ հարմար է, շատ լավ է, եւ այլ, այսպիսի եղանակը լավն է, գները լավն են, լավ երկիր է, ապահով երկիր է։ Եվ սա փոխվեց, երբ որ եկավ այս Մադուրոյի նախորդը, Չավեզը, եւ դարձեց երկիրը սկսեց դեպի կոմունիզմ տանել, հին ձևով, բռնագրավեց բոլոր նավթային ընկերությունների ունեցվածքները եւ ինչ հետևանք եղավ, որ դու երբ որ բռնագրավում ես, կարողանում ես աշխատացնել այնտեղ շատ կարճ ժամանակ, որտեղ նավթային բիզնեսը բան չի։ Ինքը այդ նավթային կոմպանիան հետո դրանից հետո քեզ չի վաճառելու պոմպեր կամ չգիտեմ ինչեր, մասեր եւ այլն։ Եվ դու մնալու ես մեջտեղում ինք, իհարկե ես մարդիկ չեն հասկանում այդքան բան, ինչ որ արես մի խոսքով։ Եվ երկիրը շատ աղքատացավ, դրանից հետո նորից աղքատացավ, ինչքան վատացավ վիճակը, այնքան իրենք ստիպված ավելի հեղափոխական իրենց ներկայացրեցին, հա։ Այս բոլոր դիկտատորների հետաքրքիր ինչ է, որ իրանք ուզում են գան իշխանության հարստանալու համար, բայց եւ մտածում են հեսա կվերցնենք այս ամբողջ նավթի փողը մենք կուտենք, հա, եւ այլն։ Եվ հետո իրենց փաթաթում են իրենց երկրի դրոշակով որպես հայրենասեր, որպես պատրիոտ ենք մենք, չգիտեմ ինչ ենք, Պուտինից էս օրինակ, եւ մենք արևմուտքի դեմ ենք, հակա իմպերիալիստ ենք, մենք, չգիտեմ, հակա, չգիտեմ, կապիտալիստ ենք, էս ենք, այն բոլոր բաները միանգամից հանգարց բան է դառնում, խնդիր է դառնում իրանց գլխի մեջ։